Երբեմն պարզ բանաձևերը չեն բավականացնում, եւ մենք ուզում ենք ավելի մանրամասն կառավարել մեր ֆինանսները։ Եվ ահա այս դեպքերի համար Secrets of the Millionaire Mind աշխարհահռչակ գրքի հեղինակ ու մենթոր Հարվ Էքերը ներկայացրեց 6 տարաների համակարգը։ Պատկերացրու, ունես 6 տարա ու դրանց մեջ պետք է լցնես ամբողջ գումարդ։ Այսպես 55% առանձնացրու առօրյա անհրաժեշտ ծախսերին, կոմունալներ, սնունդ եւ այլն։ 10% առանձնացրու որպես երկարաժամկետ խնայողություն, անսպասելի կամ մեծ ծախսերի համար։ Օրինակ, տան գնման կանխավճար, արտակարգ իրավիճակներ կամ այսպես ասած բաղ-որ հանկարծ սցենարների համար։ 10% կգնա զվարճանքներին։ Պետք է չէ՞ մեզ մի փոքր մոտիվացնենք։ Ահա սա կգնա ճամփորդություններին, հոբիներին, ժամանցին։ 10%-ն էլ կրթության ու զարգացմանը, գրքեր, դասընթացներ, սեմինարներ։ 10%-ը ուղղիր քո ֆինանսական ազատության ապահովմանը, ներդրումներ արա, ձեռք բեր եկամուտ ստեղծող ակտիվներ։ 5%-ն էլ փորձիր ուղղել բարեգործությանը, աջակցելով նրանց, ովքեր իսկապես քո կարիքն ունեն։ Ինչպես տեսնում ես, ֆինանսների բաշխման որ մոդելն էլ ընտրես, միևնույն է, դրանում առկա է խնայողությունների տարրը, այնպես որ հենց այսօրվանից սկսիր մտածել ավանդային հաշիվ բացելու մասին։ Ի դեպ, մեր մանկական ավանդով կարող ես փոքրիկիդ համար հենց այսօրվանից ապահովել նրա վստահ ապագայի ֆինանսական բարձիկը։